Իրանը լվաց Թրամփին, Ամերիկան հանձնվեց, Թրամփը ճչում է, հաղթանակ 100%։ Դոնալդ, ում ես խաբում։ Հարձակումից 1 ժամ առաջ դու ոտքդ դրեցիր արգելակին։ Իրանը ի ցույց դրեց պայմանները եւ սահմանեց, իսկ դու նստեցիր դրանք քննարկելու։ Պարսկաստանը չվախեցավ, նրանք ասացին. վերացրեք, հանեք պատժամիջոցները եւ Թրամփը հեզորեն լռեց։ Սա Թեհրանի հաղթանակն է։ Բլեֆը ձախողվեց։ Թրամփը վախենում է նավթի բարձր գներից, ուստի նա բարբաջում է հաջողության մասին, մինչդեռ իրանցիներն են թելադրում կանոնները նեղուցում։ Դե ինչ, շնորհավորում եմ հին քաղաքակրթության օրրան մեր սահմանակից հարևան Իրանին, ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ ժամանակավոր միջանկյալ հաղթանակի կապակցությամբ։ Ժամանակավոր, որովհետև ամերիկացիները ինչպես միշտ կարող են կեղտոտ ձևով խախտել պայմանավորվածությունները։ Բայց սա արդեն ամերիկյան հեգեմոնիայի վերջի սկիզբն է։ Իրանը պիտի դասեր տա Չինաստանին ու Ռուսաստանին, թե ինչպես պետք է կառուցել իրական բազմաբևեռ աշխարհ։ Բոլոր կետերին առանձին երբ անդրադարձ անեք, կտեսնեք նախկին Իրանի դիրքերն ու ներկայիս Իրանի դիրքերը։ Մի կարևոր դիտարկում ևս. Իրան-ԱՄՆ միջնորդական առաքելությունից դուրս մնաց Թուրքիան։ Այն Թուրքիան, որը հայտնի է տարածաշրջանում ցանկացած հակամարտությունում իր միջնորդական դերակատարությունը կարևորելու տենդագին հիվանդությամբ։ Թուրքիայի փոխարեն ակտիվ աշխատել է Պակիստանը, ում հետ աշխատել են ԱՄՆ-ն եւ Իրանը։ Իրանի դեմ այս պատերազմը հակամարտություններն ուսումնասիրողների համար լայն ուսումնասիրության նյութ է բացել։ Կրակի դադարեցման մասին համաձայնությունից հետո պարզ դարձավ, որ Իրանը դեռևս մի քանի ժամ հրթիռակոծելու է ամերիկյան թիրախները։ Պատճառն այն չէ, որ Իրանը չի պահում իր խոսքը, պատճառը պարզապես հրթիռների կառավարումն է։ Ստորգետնյա հրթիռները մեծ մասամբ ինքնավար են, այնտեղ կապի բացակայություն է։ Այսինքն Իրանը իր ստորգետնյա բազաների հետ ոչ հեռախոսային, ոչ ինտերնետային կապ չի պահում, ենթադրաբար կապը մարդկային գործոնով է միայն։ Հրամանը ոչ թե կապով է տրվում, այլ գրավոր, որը տեղ է հասցվում մարդու միջոցով։ Բացի այդ, ակներև է դառնում, որ ստորգետնյա հրթիռային կայաններն ունեն առնվազն 1 օրվա ամբողջական գործողությունների պլան։ Մենք պետք է ուսումնասիրենք, մանրամասն ուսումնասիրենք իրանական զինված ուժերի փորձը, այն տիպիկ մեր տարածաշրջանին հատուկ մեթոդ է, ինչու՞ չէ նաև նման է մեր մենթալիտետի մտածելակերպին։ Մի խոսքով, պետք է լավը վերցնել, սովորել, կատարելագործել։ Իրանի պայմաններով հրադադարը, որի շուրջ պետք է տեղի ունենան հետագա գործողությունները, Իսլամաբադում բանակցություններ, հնարավոր զինադադար, հնարավոր պայմանագրի ստորագրում, խոսում է բանակցվող շրջանակների մասին։ ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկի Իրանի կողմից կտրականապես մերժումից հետո ԱՄՆ-ն ստիպված է եղել ընդունել 10 կետանոց Իրանի առաջարկի շուրջ բանակցությունները, իսկ այդ 10 կետերն իրենից ենթադրում են շատ լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումներ։ Իրանն այլևս առաջվանը չի լինելու, որքան էլ դա ոմանց սրտով չլինի։ Այո, Իրանի 10 կետանոց առաջարկի ընդունումը ԱՄՆ-ի կողմից խոսում է նրա մասին, որ տարածաշրջանն այլևս առաջվանը չի լինելու։ Մեզ վերաբերվող հարցերում հատկապես փոխվելու է Սյունիքով անցնող ճանապարհի կամ ինչպես ընդունված է ասել թրիփի ուղու եւ կարգավիճակը եւ բովանդակությունը։ Իրանի կարմիր գծերն այստեղ ոչ միայն հարգվելու են, այլ ստիպված են լինելու ընդունել։ Այս պատերազմն Իրանի դիրքերն ավելի ամրացրեց, Իրանի համար ավելի շատ հնարավորությունների դուռ բացեց, քանի որ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, Ուրանի հարստացումը, ԱՄՆ-ի կողմից վնասի փոխհատուցումը, առաջնային եւ երկրորդական պատժամիջոցների չեղարկումը, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Մերձավոր Արևելքից, դե ֆակտո Լիբանանում եւս պատերազմի դադարեցումը խոսում է նրա մասին, որ ընդունում են Իրանին որպես կենսունակ, ուժեղ, իր շահերը պաշտպանող տերություն։